Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Modus Vivendi հետազոտական կենտրոնի ղեկավար պարոն Արա Պապյանի հետ ողջունում պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Նախ շատ երկար սպասել ենք դուք Հայաստանում չէիք ձեր գործերով, կասեք նաեւ ինչ գործերով Հայաստանից դուրս եք, բայց ես ամենօրյա ռեժիմով տեսնում եմ, որ դուք ֆիզիկապես Հայաստանում չէիք, բայց մտովին եւ հոգով այստեղ եք, որտեվ անընդհատ գրում էիք, մեկնաբանում էիք։ Այժմ այսօրվա մեր թեմաները։ Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունեցավ ելույթ։ Ես գիտեմ, որ դուք մանրամասն հետևել եք, վերլուծել եք այդ ելույթը։ Խոսք եղավ նաեւ տրանսպորտային հաղորդակցության հարցի մասին, անդրադարձ եղավ։ Այստեղ դուք ունեք կարծիք, այդ կարծիքով կիսվեք, խնդրեմ մեր լսարանի հետ։ Ես կարծում եմ, որ սա հերթական զիջում էր, չարդարացված զիջում, եւ զիջման նպատակը աջակցություն ստանալ Եվրոմիության անդամ երկրներից, որի խորհրդարանը ինքը ելույթ ունեցավ, որովհետեւ դեռևս ոչինչ ստանալով անգամ բանավոր հայտարարությամբ Ադրբեջանից հերթական միջանցք խոստանալ Ադրբեջանին, ասել կորնիցոր, վայզոր եւ մինչեւ երաս խեվալու այդ ճանապարհը մենք հենց հիմա էլ պատրաստ ենք տրամադրել, նշանակում է հենց հիմա դու պիտի ապահովես իրենց անվտանգությունը, դու պիտի տեղակայես չգիտենք միջազգային կամ տեղական վերահսկող ուժեր ոնց է հենց հիմա ինքը սխալ է պատկերացնում ընդհանրապես քաղաքականությունը եւ դրա մասին մենք բազմիցս ենք ասել որ ոչ Ադրբեջանի ոչ էլ Թուրքիայի քաղաքականությունը խարսխված չէ մեր քաղաքականության վրա իրենց նկատմամբ այլ սեփական շահ եւ սեփական շահը Հայաստանին մեկուսացված պահելն է որ հիմա ինքը արդեն այս պարտավորությունը Հայաստանի անունից ստանձնեց եւ շատ հետաքրքիր է որ որևէ քննարկում խորհրդարանում որևէ հասարակական քննարկում որ եկեք մի միջանցք էլ առաջարկենք Ադրբեջանին խոսք չի եղել եւ թրիփը որը ըստ էության սահմանամերձ գոտի հանձնում էր Ադրբեջանին ինչքան էլ այնտեղ 7 անգամ հիշատակվի Հայաստանի ինքնիշխանությունը բայց դե ֆակտո ամբողջ լիազորությունը տրվում է Trip Development Company-ին 74%-ով, հիմա սրա մասին։ Գիտեք, ինչ ասեմ, նման արկածախնդրական հայտարարություններ հատկապես խոցելի վիճակում գտնվող Հայաստանի անունից մեզ համար անընդունելի է։ Շատ անգամ ասում են դա միակ ճանապարհն է, որով տանում են Հայաստանին եւ եվրոպական երկրները եւ Միացյալ Նահանգները։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, այդպես պետք է մենք վերաբերվենք այս հարցերին։ Այսինքն մեզ եվրոպացիներն ասում են, որ Ադրբեջանին այս հերթական ճանապարհը տրամադրեք։ Ես չեմ կարծում, որ նման Ինչ ենք պարտադրված անում, ինչ ենք անում, որ կարող ենք այդպես չանել, պարոն Պապյան։ Եվրոպայի կողմից ոչինչ էլ պարտադրված մենք չենք անում, մենք կարող ենք չանենք։ Ադրբեջանի կողմից է պարտադրանքը։ Թրիպը իմաստ կունենա, եթե այն շարունակվի Նախիջևանից դեպի Երասխ եւ Գյումրիով Կարս, որը չի լինելու եւ մենք դա տեսնում ենք արդեն Թուրքիան սկսել է շինարարությունը։ Հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանը այս նոր առաջարկով սիրաշահել, բայց էլի հարցը առաջանում, սրա դիմաց ինչ ենք ստանում։ Այդ որ ասում են փոխադարձության հիմունքներով, դա ո՞րն է։ Օրինակ Նախիջևանի վրայով դեպի Իրան ելք ստանալու հնարավորությունը, լինի երկաթուղային, լինի ավտոմոբիլային ճանապարհը։ Եվ ըստ էության դրա այսպես ասած հնարավորությունը գուցեև ավելի կարևորվի առաջիկայում, եթե Իրանում լինի իշխանափոխություն, նշանակում է Հնդկաստան-Իրան, Հայաստան-Վրաստան ճանապարհը կդառնա արդեն արդիական այդ միջանցքը եւ այդտեղ Նախիջևանի հարցը ավելի կարևոր կդառնա, որտեղ միակ երկաթուղին, արկա երկաթուղին, ոչ թե կառուցող երկաթուղին, դա Նախիջևանով անցնող երկաթուղին է Հայաստան-Վրաստանով, դա կկարևորվի, իսկ եթե դրա մասին այսօր չենք խոսում, հավանականությունը, որ վաղը հնարավորություն կստանաք դա ստանալու շատ ավելի քիչ է, թեև ես կարծում եմ, որ Իրանում իշխանափոխություն լինի, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան կպարտադրեն Ադրբեջանի Նախիջևանի այդ հատվածը բացել, բայց կստացվի, որ էլի մենք չենք անում, այլ անում է Եվրոպան եւ Միացյալ Նահանգները։ Այստեղ նորից հարց չենք խոսում, որովհետեւ չենք հասկանում դրա կարևորությունը, թե չենք խոսում, որովհետեւ համարում ենք, որ դա իրականացվող չէ այս պահին։
չենք խոսում, որտեղ մեր նպատակն ուրիշ է։ Մեր նպատակը, այս մեր ասել նկատեմ հայ իշխանության նպատակը ընտրությունների ժամանակ ստանալ աջակցություն։ Բաքվից, Անկարայից, Եվրոպայից, Ռուսաստանից եւ ինքը դա է անում։ Բաքվից աջակցությունը ինչ տեսքով պետք է ստանցվի։ Հենց այն տեսքով, որ կրակոց չկա սահմանի վրա, որպեսզի ինքը ծախի այս խաղաղության գաղափարը, որը խաղաղություն չէ, այլ զինադադար է, այդ տեսքով։ Մյուսը ըստ տարբեր լուրերի, ինչպես ինքն է ասում, օդում կախված լուրերի, նաև զանազան ֆինանսական աջակցություն, զանազան կառույցների եւ հիմնադրամների, սա էլ կա։ Մյուսը Բաքվի կողմից ֆինանսական ներդրումներ թրիփում Չմոռանանք, որ BlackRock ընկերությունը մեծ ներդրումային կազմակերպությունը գնաց Բաքու եւ Բաքվում բանակցեց ադրբեջանական կապիտալի ներդրման մասին հենց թրիփում։ Էդ էլ աջակցություն այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա ցույց տալ իբր թե տեսեք այս ծրագիրը աշխատեց, իբր դա ապաշրջափակում է Հայաստանը, թեև ես չեմ կարողանում հասկանալ Ադրբեջանի երկու մասերը իրար կապող ճանապարհը կամ միջանցքը ոնց Հայաստանը ապաշրջափակում, երբ որ հայաստանցին մուտք չի էլ ունենալու այդ հատվածը, Հայաստանի այդ հատվածը, դա օտարվում է Հայաստանից։ Սկզբից 49 տարով, հետո 99 տարով, այո, դա դե յուրե մնում է Հայաստան, դե ֆակտո Հայաստանի իրավասությունը դադարեցվում է այդ տարածքի վրա։ Բայց չէ, որ տեսեք դուք ասում եք իրավասությունը դադարեցվում է, դա այն թեզն է, որը երևի 10-20 անգամ իշխանությունները ասում են չի դադարեցվել։ Շատ բան են ասում ու ասելով չի, փաստաթղթում գրված է, որ բոլոր լիազորությունները տրվում են Trip Development Company-ին, որի մեջ Հայաստանը 26% ունի, 74% ունի Միացյալ Նահանգները, որը իրավունք ունի վաճառելու եւ նվիրելու իր բաժնետոմսերը։ Թե ի վերջում ձեռքը դա կհայտնվի, չգիտենք, բայց արդեն հաշվի առնելով BlackRock-ի բանակցությունները Բաքվի հետ կարող ենք ենթադրել, որ ուղղակի կամ անուղղակի գնորդը լինելու է նաեւ Ադրբեջանը։ Բարի Իրանում պատերազմը եւ մենք շարունակում ենք այս թեման եւ գնում ենք տեսնում ենք ինչ է կատարվում Իրանում, դե պատերազմ է կատարվում Իրանում իհարկե, հարցս հետեւյալն է, այսօր մեր դիրքորոշումը ընդհանրապես ինչ կարող է լինել, արդյունքը պարզ չէ, չնայած Թրամփը ասում է մենք արդեն հաղթել ենք, հենց առաջի րոպեներից ենք հաղթել, բայց դեռ պարզ չի հաղթանակը դա որն է, այսօր ինչ վիճակ է, ինչպես է Հայաստանը դիրքավորվել եւ արդյոք համաձայն եք, որ ճիշտ է դիրքավորվել, եւ երկրորդը վաղվա մասին է խոսքը, 2-3 տարբերակ ենք դիտարկում լուծման այս ելքի այս իրավիճակից, նորից կվերադառնանք թրիփի ուղուն եւ կտեսնենք այնուամենայնիվ թրիփի ուղին որ դեպքում է վտանգված, որ դեպքում է աշխատելու։ Եվ այսպես այսօր Միացյալ Նահանգները եւ Իսրայելը իրականացնում են Իրանի ռազմական կարողությունների ոչնչացման եւ չեզոքացման քաղաքականություն։ Ու ես կարծում եմ, որ սա շարունակական է լինելու եւ բուն նպատակը իշխանափոխությունն է։ Ինչու՞։ Որովհետև ի տարբերություն անցյալ տարվա 12 օրվա պատերազմին թիրախավորվում են նաև ոստիկանական տարբեր հենակետեր, որոնք ռազմական նշանակություն չունեն։ Եվ փոքր քաղաքի ոստիկանական հենակետի ոչնչացումը, որը ոչնչացվում է հրթիռով, որը արժի 1-2-3 միլիոն դոլար, իսկ այդ կետը իր 5 ոստիկանով ոչինչ չի ներկայացնում, սա նշանակում է թուլացվում է ժողովրդին ճնշող ուժը, ռեպրեսիվ ուժ, եւ պատահական չէր, որ Բասիջի ղեկավարը 2 օր առաջ սպանվեց։ Բասիջը դա հեղափոխության պահապանների այն հատվածն է, որը հենց զբաղված է ժողովրդին ճնշելով, այսինքն դա իրանական ՊՊՑ-ն է։ Հիմա գնում են դրա ոչնչացման, այսինքն կոչ են արել ժողովրդին սպասեք, մենք կթուլացնենք քաղաքական, ռազմական եւ ոստիկանական կարողությունները Իրանի եւ նոր կոչ կանենք ձեզ փողոց դուրս գալու։ Սա է քաղաքականությունը։ Կա, այսպես ասած, բոլշևիկյան տերմինաբանության պրոգրամա մինիմում, դա կարողությունների ոչնչացումն է, անկախ դրանից արդեն մոտ 12000 հրթիռ եւ դրոն արձակվել Իրանի վրա, խոցվել է առնվազն 3000 թիրախ, որը շատ լուրջ թիվ է, միայն օրինակ 2 օրը 3 առաջ օրը գիշերն է արվել եւ ըստ էության այն
լծակները, որ Իրանը ուներ, օգտագործում է, բայց դա չի կասեցնում։ Օրինակ Հորմուզի ենթադրենք այդ փակման փորձներ, որը մասամբ փակ է, մասամբ բաց է, որովհետև փակելուց օրինակ Միացյալ Նահանգները չեն տուժում, բայց հենց Չինաստանը եւ Կորեան, Ճապոնիան, Հնդկաստանը նրանք են տուժում, որտեվ Հորմուզի նեղուցով արտանվար նավթի 70-80%-ի գնորդը 4 երկիրն են։ Չհաշված վտանգը անցնելու։ Այդ վտանգը կա, դրա համար էլ այնտեղ ոնց որ ասած ավելի քչացել է, նաև այնտեղ Իրանն ասում է ես պիտի որոշեմ թե ով պիտի անցնի եւ այլն, բայց նաև կա Չինաստանի պահանջը եւ խնդրանք հենց Իրանին, որ չփակել թույլ տալ, որտեղ Դե Հնդկաստանին այսօր բանակցությունների արդյունքում թույլ տրվեցին երկու նույնն Չինաստանին։ Դե հետո էլ երևի բանակցություններ կգնան մասնավոր կարգով Չինաստանի հետ։ Աշխարհի թիվ 1 պաշարներ ունեցողը նավթի Վենեսուելան։ Եվ պատահական չի, որ այս պատերազմից առաջ ըստ էության Միացյալ Նահանգները իրենցով արեցին վենեսուելական նավթը։ Այսինքն հիմա իրենք են տնօրինելու, թե ինչքան նավթ վաճառեն։ Եթե գինը, ինչպես Իրանն է սպառնում, մենք կհասցնենք մինչև $200, բնականաբար շատ ավելի նավթ կվաճառեն, ասեն, որ դա պարզապես անվճար չի վերցնում Վենեսուելից, ինքը վերցնում է վաճառում է, նրանց այն ինչ որ իրանք շահում էին փողը տալիս է, պարզապես ինքնակարգավորում են վաճառքի չափը։ Նաև պատրաստ է Միացյալ Նահանգները իր ստրատեգիական նավթի պաշարներից վաճառքան կանոնացնելու նավթի գինը։ Մենք տեսանք Միացյալ Նահանգները ներողություն ընդհատեցին, Միացյալ Նահանգները խոճապի չեն մատնված այս իրավիճակին։ Միացյալ Նահանգները պատրաստվել են։ Ես հենց Վենեսուելայի օրինակը բերեցի։ Նախապես։ Հա, որ իրանք նախապես պատրաստվել են, որտեղ իրանք հասկացել են, որ եթե խնդիր սպառնա Պարսից ծոցի նավթի արտահանմանը, որտեղից պիտի լրացուցիչ նավթ միջազգային շուկան հետեն։ Նավթի գինը, եթե հիշում եք, բարձրացավ մինչև $120, այդ պատերազմի հետևանքով, բայց հիմա իջել է էլի 80 քանի դոլար, որը այսպես ասած լրիվ ընդունելի գինա միջազգային տնտեսության համար։ Այսինքն կայուն պատերազմ է։ Հիմա այդպես է, ոչ մի այսպես էքսցեսային, ճիշտ է, մարդիկ մահանում են, ամեն ինչը պայթուն տրաքում է, բայց պատերազմ է։ Տեսեք, նույն ամերիկյան տվյալներով ես հազարավոր թիրախների ոչնչացման մասին ասեցի, բայց ընդամենը մինչև 2000 մարդ է զոհվել Իրանի կողմից։ Իսկ նպատը մարդկանց քանակը ոչնչացնելը չի։ Նպատակը ռազմական եւ ոստիկանական կարողություն, որը կարծում եք հաջողությամբ Միացյալ Նահանգները կատարում են, թանկ է իրանց վրա նստում, իրանց վրա թանկ է նստում, որովհետեւ իրենք ստիպված են լինում մի քանի միլիոն արժողությամբ մի քանի միլիոն դոլար արժողություններով ինչ որ թիրախները ոչնչացնել, բայց անում են իրենց նպատակը։ Մյուս կողմից էլ էսպես նայենք, էլի։ Միացյալ Նահանգները ուզում է ամեն անգամ նորացնի իր պաշարները եւ այդ պաշարները նորացման համար նման պատերազմները տնտեսության համար լավ են, որտեղ պետական պատվերը շատանում է, նորն են արտադրում, որտեղ հին ինչ պիտի անես, հինը կամ պիտի Ուկրաինային տաս կամ վաճառես, որը մենք տեսնում ենք Թրամփը որոշ վերապահումներ ունի կապված Ռուսաստանի ու Պուտինի հետ։ Իսկ այստեղ ինքը խնդիր չունի դա սպառելու, խնդիրը հետեւյալն է։ Մեզ համար եթե մեկայանանք Հայաստանի շահերի տեսակետից։ Մեզ համար իշխանապողությունը Իրանում ձեռնատու է, որովհետև դա է միակ հնարավորությունը Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների բարելավման, որը իր հետ կբերի առաջինը անվտանգային առումով Հայաստանի անվտանգության բարձրացում, որովհետև Ադրբեջանի կարևորությունը Իսրայելի համար խիստ կնվազի միանշանակ, որտեղ այսօր կարևոր է Ադրբեջանը Իրանի դեմ։ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները կսրվեն եւ կխորանան, որի մասին արդեն Իսրայելը բացահայտորեն է հայտարարել, որ հաջող թիրախը դա լինելու է Թուրքիան, եւ Թուրքիան էլ այսպես ասած հակա իսրայելական դիրքորոշում ունի։ Բազմիցս հնչեցված այն միտքը, որ այստեղ էլ քննարկել ենք, որ Հնդկաստանի ապրանքների Եվրոմիության շուկա մտցնելու համար ցամաքային ամենահարմար ճանապարհը հենց Հնդկաստան, Չահարբահար նավահանգիստ, Իրան, Նախիջևան, Հայաստան, Վրաստան, Սևծով դա է, դա ամենակարճն է ցամաքային, որտեղ մյուս ծովային ճանապարհը կամ պիտի գնա Կարմիր ծովով եւ Սուեզի նրա ջրանցքով, որը
խնդիր է, մենք տեսնում ենք այնտեղ ինչա, մյուս շրջանց, այսինքն ցամաքային միակ ճանապարհը դա է, հարմար է, որտեղ այլ ճանապարհ այսօր չկա։ Արդեն գործող երկաթուղ է նկատի, ոչ թե գործող, այլ արկա, որը շատ արագ կդառնա գործող։ Օրինակ Ռուսաստանն ու Ադրբեջանը արագացված տեմպերով փորձում էին ավարտին հասցնել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան, այսինքն իրանական Աստարա, հետո Ռեշտ, Ղազվին, Թեհրան այդ երկաթուղու վերջնական կառուցումը, որ ի դեպ Իրանը տասնամյակից ավել ձգձգվում էր, ոնց ասած Հայաստանի համար, որ Հայաստանը մի բան աներ, որովհետև Հայաստանը անդադ խոստանում էր երկաթուղի կառուցել, հիշում եք, դեռևս Սերժ Սարգսյանն է խոստացել Զանգեզուրի վրա, այն ժամանակ էլ ես ասում, որ դա անհնար է։ Մենք 91-92-ին ենք այդ հարցը ուսումնասիրել, դա տեխնիկապես անհնար է։ Այսինքն նրա թեկությունները դա թույլ չեն տալիս։ Կարճ ասած, այնտեղ մենակ 110 կիլոմետր թունել պիտի կառուցվի։ Ասեմ, որ Արփասեվանը դա 50 կիլոմետր թունել է, այն էլ շատ ավելի նեղ եւ ոչ բան։ Դուք պատկերացեք, Արփասեվանը, որը ՍՍՀ բաներ, ինչ ասեմ, շինհրապարակ էր, հազիվ կառուցեց, Հայաստանը ոնց է։ Կարճ ասած, միակ հնարավոր տարբերակը մնում է այդ Նախիջևանի հատվածը եւ մենք այստեղ հաղորդում ունեցել ենք ես էլ առանձին որ Նախիջևանի հարցը նորից մեջտեղ ակալու թարմացվելու է հենց ելնելով Իրանի վիճակից հիմա ել եմ ասում կախված է Իրանում ինչ կլինի եթե իշխանապողություն չլինի մեզ համար ամենավատ տարբերակն է որովհետեւ Իրանը էապես ամեն դեպքում թուլացած է դուրս գալիս իր ռազմական կարողությունները նավատորմը բան թուլացած են քաղաքական ղեկավարությունը ջախջախված է բևեռացումը երկրի ներսում խորացած է եւ այլն մեզ առանց այն էլ Իրանը ի վիճակի չէր իր սահմաններից դուրս որևէ գործողություն իրականացնելու հիմա առավել եւս ինքի վիճակի չի եթե իշխանապողություն չկա Արդյոք ես ներկայացնելու եմ այս հարցը որը շատ է քննարկվում արդյոք երկու տարբերակի դեպքում էլ Իրանը չի թուլանալու դուք ասում եք Իրանը թուլանալու է դա շատ վատ է Հայաստանի համար իշխանապողության դեպքում արդյոք չի թուլանալու երկրորդը առանց իշխանապողության դուք նոր ասեցիք թուլանալու է եւ եթե Իրանը հարցս երկու դեպքում էլ արդյոք Իրանը թուլանում է եւ դա ավտոմատ վատ է Հայաստանի համար, որովհետեւ շատերի կարծիքով, եթե Իրանը թուլանում է, Թուրքիայի դերը բարձրանում է։ Այո, եթե Իրանը թուլանում է, Թուրքիայի դերը բարձրանում է։ Հիմա որ դեպքում է Իրանը թուլանում։ Ասում են, որ եթե իշխանապողություն եղավ, վատ է, բայց եթե իշխանապողություն եղավ, ինչի է վատ։ Իրանը չի թուլանում այդ դեպքում։ Իրանը ուժեղանում է։ Իրանը դառնում է այն հիմնական դաշնակիցը արևմուտքի, ինչ եղել է մինչև 79 թվականը։ Իրանում բազմամիլիարդ դոլարի ներդրումներ են կատարում տնտեսության զարգացում, որից էլ նաև ածանցվում է Հայաստանի համար նաև այլ ներդրումները, գումարած Իրանը դառնում է հիմնական մայրուղին միջազգային այդ առևտրի, որը Ռուսաստանն է ձգտում իր վրայով գնա, մյուսն է ձգտում, Իրանն է դառնում։ Ինչու պիտի թուլանա այդտեղ։ Այսինքն, երբ որ Իրանը դուք պատկերացնում եք, Su-25-ով է կռվում Յա 40-ով է կռվում, այն շահի ժամանակ առած զենքով է կռվում այ այսօր։ Հիմա պատկերացրեք, Իրանը հնարավորություն է ունենում, ասենք Միացյալ Նահանգներից ձեռք բերել, թե չասենք F-35, գոնե F-16-ի զարգաց դանով թուլանում է, եւ նաեւ պատժամիջոցներից է դուրս գալի։ Իրանի նավթ արդյունաբերությունը այսօր ավելի ցածր մակարդակի վրա է անգամ թվերով, քան շահի ժամանակը։ Ուրիշ երկրները հնգապատկել եւ տասնապատկել են 79 թվականից առ այսօր իրենց նավթի եւ գազի արտահանումը, Իրանում կրճատվել է։ Ինչու է կրճատվել, որովհետեւ ինքը չի կարողանում նորագույն տեխնոլոգիաներ առնել մեկ, երկրորդը իր արժեվ փակեն շուկաները, ինքը կամ փորձում է ինչ-որ շրջանցիկ ճանապարհներով ինչ-որ անօրինական վաճառք իրականացնել, կամ ասենք Չինաստանն է իր հիմնական գնորդը։ Իսկ եթե օրինակի համար նավթի գինը Միացյալ Նահանգները գցեն օրինակ վենեսուելական նավթի եւ սկսեն վաճառել Չինաստանին, այդ շուկայից էլ Իրանը կզրկվի։ Երկու տարբերակ եւս դարկենք, առաջին հարցը արդյոք եթե իշխանապողություն եղավ Միացյալ Նահանգներից ավելի չի ավելանալու կախվածությունը Իրանի եւ խամաճիկն է դառնալու, այսպեսի կարծիքներ կան, գիտեք այդ կարծիքները։ Ես դա պարզապես ուզում եմ որ դուք մեկնաբանեք։ Իրանը դառնում է Միացյալ Նահանգների խամաճիկը, իսկ Թուրքիան չի խամաճիկն է, անկախ քաղաքականություն է վարում, նորից նույն հարցն է, Թուրքիայի դերը ավելի բարձրանում է, եթե անգամ իշխանապողություն լինի Իրանում։ Ուրեմն
Խամաճիկության թեման։ Չէ, խամաճիկության թեման անհետ թեմա է, որովհետև երբ որ քո հնարավորությունները բացվում է աշխարհում, դու ինչ խամաճիկ, ընդհակառակը դու ունենում ես հնարավորություններ։ Բայց եկեք մի հատ նայենք, էլի Միացյալ Նահանգներից կախված երկրներ են, Ճապոնիան, Հարավային Կորեան, Գերմանիան, ես նշում եմ կախված թե լավ հարաբերություններ ունեցող։ Ոնց ուզում եք ձևակերպել, Չէ, սա բառեր է։ Աստիճանը Սա բառեր է։ անկախության եւ կախվածության։ Որ ասում են գլոբալիզացիա, ինչ է նշանակում, որ գլոբի աշխարհի բոլոր երկրները փոխադարձ կապվածության մեջ են։ Նույն Չինաստան, Միացյալ Նահանգներ հակասության մեջ են, դիմակայության մեջ են, բայց փոխկապակցության մեջ են։ Չի կարող Միացյալ Նահանգները արգելի փակի Չինաստանի մուտքը համաշխարհային շուկա, որտեղ ինքն էլ է դուժելու։ Այսօր Միացյալ Նահանգների խանութում լայն սպառման ապրանքների մի զգալի մասը Չինաստանում արտադրում, թեև ամերիկյան ընկերություններ են։ Հիմա ուզում է տեղափոխի Հնդկաստան։ Հիմա եթե այդ գործարանները, այսինքն դրանց մի մասը Իրան տեղափոխվի եւ Իրանում արտադրվեն, ինչպես ասենք եղել է, այսպես ասած, հեղափոխությունից առաջ, այնտեղ ֆրանսիական Citroën-ի գործարան կար եւ այլն, եւ լավ ապրանք արտադրեն, դրանից ինչն է Իրանին։ Իրանը ուժեղանում է։ Դե Իրանը ուժեղանում։ Եթե երկիրը ռազմականապես ուժեղանում է, իսկ դա ինքը ուժեղանալու է։ Եթե տնտեսապես ուժեղանալու է, եթե ժողովուրդը լինելու է ավելի բարեկեցիկ, ո՞նց կարա լինի։ Իսկ այդ խամաճիկը, բանա, ասես վերացական հասկացություն, դա քաղաքական ձևակերպում չի, որտեղ խամաճիկ աշելով նույն հաջողությամբ կարան ասեն, որ ընդհակառակ, այ այսօր է Իրանը խամաճիկ, որովհետև այսօր Իրանի 90 միլիոնանոց ժողովուրդը կախված է մի բուր ծերունիների կամքից։ Այո, երկրորդ հարցը, ես ասի երկու ճյուղավորում կար, երկու մտավախություն, որոնք մարդիկ քննարկում են, ես այսպես սահավաքել եմ եւ ձեզ եմ ներկայացնում։ Երկրորդը Հայաստանի դերը եւ հետաքրքրությունը արևմուտքի համար կնվազի, եթե իշխանափոխություն տեղի ունենա, ներողություն, ռեժիմի փոփոխություն տեղի ունենա Իրանում։ Իսկ ինչով է դա փաստարկվում, ինչու կնվազի։ Ես հիմա կասեմ, որ կշտատանա, բայց ես ուզում եմ լսեմ իրանց ինչու կնվազի։ Որովհետև այժմ Հայաստանը այդպիսին է, ինչպիսին նա կա, քրիստոնյա երկիր է, ժողովրդավար երկիր է եւ շրջապատված է, ասենք, ոչ ժողովրդավար այդ դե քարոզը այդպես է տարվում, ճիշտ է, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ Իրանը շրջապատում են Հայաստանը եւ Հայաստանը դրանով է այսպիսի կղզյակ է եւ նա կդադարի լինել այդպիսի կղզյակ։ Նախ այդպես չի, եթե կարդաք օրինակ դեռևս 2-3 տարի առաջվա State Department-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ, դուք կտեսնեք, որ հստակ ամրագրված է բրգաձև կաշառակերության մասին, եւ եթե նայեք ցուցանիշները, ասած դեմոկրատիայի ցուցանիշների, անկում է ապրում, թեև վերաբերմունքը ամեն ձև ուզում են լավ ցույց տալ, բայց դա չի էական, էական հետեւյալն է, որ Հայաստանը դառնում է, կրկնում եմ, համաշխարհային տնտեսության համար կարևորագույն երթուղու մեկ մասը, մեկ օղակը։ Սա է կարևորը եւ այդ բոլոր երկրները շահագրգռված են լինելու, որպիսի Սյունիքը, Զանգեզուրը մնա հայկական, որտեղ այդտեղով ճանապարհ անցնում։ Մյուսը նորից եմ կրկնում։ Ադրբեջանի կարևորությունը Իսրայելի համար եւ հրեական լոբիի համար էապես անկում է ապրելու, որովհետեւ Ադրբեջանը կարևոր էր Իսրայելի համար, որտեղ օգտագործում էր նրա տարածքն ու հնարավորությունները Իրանի դեմ։ Սրանից հետո անկում ապրում։ Մյուսը կրկնում եմ, ընդհակառակը Թուրքիայի դերը կնվազի, ոչ միայն կնվազի։ Թուրքիա ու Իսրայել կկանգնեն պատերազմի առաջ։ Ամերիկան բացահայտ են խոսում իսրայելա-թուրքական պատերազմի մասին եւ Թուրքիայի տրոհման մասին մինչեւ 2036 թիվ առաջկա 10 տարվա ընթացքում եւ այլն։ Այսինքն այստեղ ես որևէ հիմք չեմ տեսնում այդ առումով մտավախության։ Միակ մտավախությունը էս դեպքերի կապված Իրանի հետ նա էր, որը ես իմ հարցալուծեն նայել, ես ասում եմ չի լինի, մեկ են որ ասում են միլիոնավոր փախստականներ եւ գաղթականներ կլցվեն Հայաստան, որը չեղավ եւ չի լինի, որտեղ ընդհանրապես առաջինը ելքն է փակած Իրանից, երկրորդը Հայաստանը թանկ երկիր է։ Հայաստանը եվրոպական գներով երկիր է, քանի պարսիկ իրանցի կարող է իրան թույլ տա գա Հայաստանում ապրի եւ ամիսը $2000 փող ծախսի վարձ վճարելով ապրուստ, երբ որ 1,648,000 քառակուսի կիլոմետրաժ երկիր է Իրանը, եւ այնտեղ հազարավոր, ոչ թե հարյուրավոր, հազարավոր փոքր ու մեծ բնակավայրեր կան, որոնք չեն ենթարկվում հարցակման, չեն էլ ենթարկվում կգնանք ապրեն ընդ ինչ է խանգարում, այսինքն այնտեղ ապրելու համար, անգամ Թեհրանի մեջ ըստ էության բացառությամբ մի ինչ որ կետերի
Թեհրանն էլ է առումով ապահով երկիր է եւ դեռևս անգամ այս գների թանկացումով հանդերձ էլի էժանական Հայաստանում շատ լայն սպառման ապրանքներ։ Փախստականների թեման հիմա արդեն վերապահումով են ասում, պայմանավորում են քաղաքացիական հնարավոր քաղաքացիական պատերազմով, ասում են փախստականների հոսք կլինի, եթե լինի քաղաքացիական պատերազմ։ Այսինքն ով ում դեմ կռվի։ Իրանում մեկը մյուսի, քաղաքացիական։ Ով մեկը մյուսի։ Դե դրա մասին է խոսքը։ Չկա Իրանում այդ ուժը մեկը մյուսի դեմ։ Դե ռեժիմի պաշտպանողները ռեժիմին դեմ եղողները, պարզ է դե ով։ Քաղաքացիական, հենց այդ է քաղաքացիական պատերազմի համար 90-ական թվականների մի իրական պատմություն պատմեմ, որը բանա, ինչ որտեղ անեկդոտիկ է, խոսում էի մի արևմտյան դիվանագետի հետ եւ միշտ այդպես խոսում էր Հայաստանում էլ վտանգ կա քաղաքացիական պատերազմ, ասես չի լինի քաղաքացիական պատերազմ։ Ասի ինչի։ Ասեց Հայաստանում, քաղաքացիական պատերազմը առնվազն երկու կողմ է պետք։ Հայաստանում բոլորը անցնում են իսկույն հաղթողի կողմը։ Հետևաբար երկու կողմ չկա իրար դեմ կռվելու։ Հիմա նույնը Իրանն է։ Այնտեղ 20-30% այսպես իշխանության կողմը այսօրվա վիճակով 70-80%-ը իշխանության դեմ է։ Հենց իշխանափոխությունը եղավ, այդ նույն բասիջը, այդ նույն հեղափոխական պահապանը մենք տեսել ենք։ Ոնց այսինքն Հայաստանում կոմսոմոլն ու կոմունիստական կուսակցությունը իսկույն դառավ ամենաթունդ ազգայնականն ու եկեղեցասերը։ Իրանք էլ դառնալու են ամենաթունդ արևմտասերը։ Մենք երբ որ 18-21 թվականին խոսում ենք ԱՄՆ-ի հետ, մենք նկատեմ ազգային ժողովրդական բևեռը դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին, մեզ ինչ մեղադրանք ասես ներկայացնում են, էլ ԱՄՆ-ը լրտես էլ էս բան, հիմա բոլորն են դառել եւ մեզանից առաջ են ընկել։ Հենց սա է, Հայաստանում այդպես անցնում են ուժեղի կողմը։ Հիմա ՀՄ ուժեղացել է եւ խոսքով այնտեղ քաղաքացիական պատերազմ չեք տեղ։ Չի լինի քաղաքացիական պատերազմ։ Այնտեղ փորձ արվեց որոշ էթնիկ խմբերի կենտրոնական իշխանության դեմ հանելու, դրանք հիմնականում քրդերն էին, մասամբ թուրքախոսները, բայց հասկացան, որ դա չի աշխատելու, ոչ էլ նրանք ուզեցին դրա մեջ։ Բարի, դուք ասացիք երթուղու թեման եւ թրիփի թեման էի ես ուզում, հիշեցնեմ պարզապես էլի նշեցիք, որ այս Իրանի վրա հարձակման Միացյալ Նահանգները նախապես, քանի որ պատրաստվել էին Վենեսուելան, դուք նշեցիք, եւ իմ հարցն էր, արդյոք թրիփը եւս այդ նախապատրաստական աշխատանքի մեջ էր մտնում։ Ինչ կլինի թրիփի ճակատագիրը, ինչ եք կարծում։ Չէ, ես չեմ կարծում, որ այդտեղ թրիփը ինչ որ էական դեր ունի, թրիփը ավելի շատ ռուսական ազդեցության թուլացմանն է ուղղված, քան Իրանի հարցը, որտեղ ես անգամ կարծիք եմ լսել, ասում են, որ իբր թրիփից պիտի հետախուզական գործողություններ իրականացնեն, որը լուրջ չի։ Գիտեք, ամեն քառակուսի մետր այսօր դիտարկվում է Արբանյակից Իրանի ամբողջ տարածքը, մենք տեսանք, որ իրենց հեղափոխական պահապանների ամենաառաջատար զորամասի այդ Ղուդսի, որը Երուսաղեմյան ղեկավարը գեներալը պարզվեց, որ Մոսադի գործակալը փախավ Իսրայել։ Այսինքն իրենք վստահ էլի ունեն այդ մակարդակի մարդիկ ներսում կան տեղեկություններ ստանալու, ավելին ուղղորդելու։ Իրանց ինչին է պետք։ Թրիփը պետք է հետևյալով ստեղծել որոշակի Հայաստանի համար զինադադար, ոչ խաղաղություն, 2-3 տարով զինադադար եւ հնարավորություն տալ նաեւ Թրամփին խոսալու, գովալու, որ տեսեք ես էսի լավ տղա եմ, բանեմ 8 պատերազմ եմ դադարեցրել եւ այլն։ Դրա խնդիրը ավելի շատ հարավային Կովկասին վերաբերող է եւ ոչ թե Միջին Արևելքին։ Որ դեպքում այդ զինադադարը կարող է դառնալ խաղաղություն, պարոն Պապյան, դժվար հարց է, հասկանում եմ, այդպես մի անգամից գուցե չի։ Որ դեպքում դա Ադրբեջանի տրոհման պարագային։ Այն քաղաքականությունը, որը 90-ականներին պիտի իրականացվեր, այն քաղաքականությունը, որը ես փորձեցի անել թալիշական հերոստատեսությամբ, որը հենց մեր իշխանությունները փակել տվեցին եւ այլն, որևէ այլ դեպքում խաղաղություն Հայաստանը չի ունենում։ Ադրբեջանը միանշանակորեն պատրաստվում է պատերազմի եւ անկախ նրանից մենք 5 ճանապարհ կտանք, 8 ճանապարհ կտանք, 300,000 ադրբեջանցիների կբերենք Հայաստան, դա լինելու է պատերազմ հերթական բան։ Հայաստանի գոյությունը որպես
ոչ թե ինքնիշխան պետություն, արդեն վարչական միավոր իրենց համար ընդունելի չի։ Իրենց համար կարող է ընդունել լինի մարդիկ հայտարարել են 10-12,000 քառակուսի կիլոմետրանոց պրոտեկտորատ Ադրբեջանի կազմում։ Այսինքն այն որ ասենք Նախիջևանի երկու չափին ինչ որ մի բան, անգամ Էջմիածին Հայաստանին չեն, Երևանին Հայաստանին չեն տալիս։ Երևան Սևան երթուղին ասում են ձեզ հերիք է, կողքի մի քանի բնակավայրեր է։ Շնորհակալ եմ, Գովազդ ենք հայտարարում եթերում, բայց Գովազդից հետո առաջարկում եմ խոսել հետևյալ հարցի շուրջ, նոր թեմա եմ բարձրացնում, ԱԺԲ-ն, ազգային ժողովրդական բևեռը եւ ընտրությունները։ Ես ձեր Facebook-յան էջում տեսա հետևյալ, այսպես երկխոսություն ասեմ, երկխոսություն։ Դուք ասում եք, կեղծում եք, ես խոսել եմ Կարապետյանի կերպարի մասին եւ ձեր խոսքի մեջ կար, որ այդ կերպարի մեջ կա ազգային բաղադրիչ։ Գովազդից հետո ես կխնդրեմ պարզաբանել, ինչի մասին է, ինչներ կեղծ եւ ինչ նկատի ունեիք։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Ցելի հայրենակիցներ հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արա Պապյանի հետ, ազգային ժողովրդական ԲՎՌ-ի խորհրդի անդամ։ Եվ այսպես պարոն Պապյան, ազգային ժողովրդական ԲՎՌ-ը եւ ընտրությունները եւ այս պատմությունը, սկսենք այս պատմությունից։ Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ որ հայտարարություն եք արել կամ կարծիք եք հայտնել եւ այդ կարծիքը սկսել են կեղծել եւ շահարկել։ Համեցեք, ինչի մասին է խոսքը։ Լրատվականներից մեկում օրագիրի հաղորդման ժամանակ քննարկել ենք բնականաբար ընտրապայքարը, ընտրության մեջ ներգրավված ուժերը եւ հարցատրվել ընկալումների մասին։ Ասում եմ շեշտել ընկալումների մասին, մասնավորապես Սամվել Կարապետյանի կերպարի, ասել եմ բառացի։ Հետեւյալը եւ կրկնում եմ եւ հավատարիմ եմ մնում այդ տեսակետին, որ Սամվել Կարապետյանի կերպարի ընկալման մեջ կա ազգային բաղադրիչ։ Ընկալման մեջ կա ազգային բաղադրիչ, եթե անգամ ընկալումն էլ անել, այդ ազգային բաղադրիչը կա, որովհետև եթե մի մարդ միլիոնավոր եւ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել է ազգային տարբեր կառույցների վրա, լինի հայ առաքելական սուրբ եկեղեցին, հայկական դպրոցը, հայկական ինչ-որ մշակույթներ, այստեղ բարեգործություն արել, այսինքն դրա հողի վրա այդ ազգայինը եղել է։ Հիմա բնականաբար այդ ինչպես հաճախ է լինում, մարդիկ կամ չեն հասկանում ներբությունները, ասում ես կերպարի ընկալում, սկսում են աղավաղել, հանում են այդ կերպարը, հանում են ընկալումը եւ ասում են Սամվել Կարապետյանը, Պապյանը հանդես եկավ Կարապետյանի օգտին եւ այլն։ Ես պարզ ասել եմ, որ ես ոչ մեկի օգտին չեմ քվեարկելու, բայց որպես չարյաց փոքրակույն, այսինքն Նիկոլ Փաշինյան թե Սամվել Կարապետյան, ինձ համար ընդունել է ավելի Սամվել Կարապետյանի կերպարը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հայոց պետականությունն է ոչնչացնում, այլ նաև հայկականությունն է ոչնչացնում։ Եթե Սամվել Կարապետյանին մեղադրում են իբր հայոց պետականությունը ոչնչացնելու մեջ, բայց նա գոնե ազգայինը, այսինքն մենք տեսնում ենք նա գործունեությունը, կողմա դրա պահպանմանը Նիկոլ Փաշինյանը եւ ոնց որ ասած ձեր նշած Եվրոխորհրդարան իր ելույթը դրա ապացույցներից մեկն է։ Հիմա բաներից մեկը հետեւյալն է, այսինքն առարկությունները, որ նա այսինքն Ռուսաստանի քաղաքացի է եւ այլն, հետեւաբար նրա բարեգործությունը, չգիտեմ, հետո ինչ որ Ռուսաստանի քաղաքացի է, ունեք ապացույցներ, որ նա, չգիտեմ, ինչպես մեկն է ասում, որ անօրինական է վաստակել այդ փողը, անօրինական է վաստակել, թող Ռուսաստանի իրավապահ մարմինները զբաղվեն, դա ձեր գործը չի։ Եթե բարոյական տեսանկյունից ենք նայում, չէ, մենք ընդունում ենք Քրկորյանի նվիրատվությունը։ Քրկորյանի փողերը գալիս էր բանից, մոլախաղերից հիմնականում, չէ, գեմբլինգը, կազինոներ։ Շատ եկեղեցիները կազինոյից նվիրատվություն չեն ընդունում, որտեղ համարում են, որ դա մաքուր փող չի, բայց մենք ընդունում ենք, չէ։ Հիմա սա է, ինչ կապ ունի, դա հարցը հետեւյալն է։ Եվ ես ինչու ասեցի, որ ընկալումը եւ կա ազգային այդ բաղադրիչը, ընկալման մեջ ազգային բաղադրիչ, այսպես դիվանագիտորեն եմ ձևակերպել, որտեղ այո, ես բացեմ մի այսպիսի հարց եւս, իշխանությունները պարբերաբար իրականացնում են հարցումներ, փակ հարցումներ տարբեր գազམ་ակերպությունների, որպեսզի ժողովրդի տրամադրությունը։ Եվ ես այդ հաղորդման ժամանակ էլ նշեցի, որ իշխանությունը, որպեսզի փչացնի Սամվել Կարապետյանի կերպարը, ինքը փորձում է նրան նույնականացնել Ռուսաստանի հետ եւ ռուսական քաղաքականության։ Եվ հարցումները ցույց են տալիս, որ ոչ, դա չի ստացվում։ Ժողովրդի ընկալման մեջ, հիմա ճիշտ ասխալա դնենք մի կողմ, ժողովրդի ընկալման մեջ կա բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, բայց Սամվել Կարապետյանը չի նույնականացվում Ռուսաստանի։ Ինքը համարվում է ինքը մեր տղեն է, մեր բարեգործ տղեն է, մեր ազգային բարերարն է։ Սա է ընկալումը։ Հասկացա։ Հիմա դա Արա Պապյանի մոտեցումն է, Արա Պապյանի կարծիքն է, ինչ որ դուք ասիք։ Հիմա եկեք ազգային ժողովրդական ԲՎՌ-ի մասին խոսենք։ Ազգային ժողովրդական ԲՎՌ-ը մասնակցելու է ընտրություններին, թե ոչ։ Դուք ասում եք, ես եթե ձայնը պետք է տալ Սամվել Կարապետյանին կամ Նիկոլ Փաշինյանին, ես ձայնը կտայի օրինակ Սամվել Կարապետյանին։ Այսպես զանչած, ես ոչ մեկի չէի տա, բայց որպես չայրած փոքրագույն նախընտրելի է Կարապետյանը։ Շատ բարի։ Իսկ ազգային ժողովրդական ԲՎՌ-ը ինքը իրեն ձայն տալու է, թե չէ, ինքը մասնակցելու է, թե ոչ։ Մենք քննարկումների մեջ ենք
մենք արդեն 3-4 լուրջ քննարկում ունեցել ենք, այդ թվում առցանց Եվրոպայի մեր համակիրների հետ, Միացյալ Նահանգների համակիրների հետ, Հայաստանում մեր համակիրների հետ, շարունակում ենք այդ քննարկումը, չունենք վերջնական, ոնց որ ասած, որոշում։ Ինչու՞։ Որովհետև աշխարհակահական Իրանում տեղի ունեցող զարգացումները կարող են Հայաստանի ապագայի վրա ազդել մեկ, հետևաբար մենք պիտի հաշվարկենք, իսկ հետո ինչ անել, որովհետև մեր նպատակը զուտ մասնակցությունը չի։ Մենք գիտենք, որ եւ էլի կրկնեմ, որ մենք չենք լինելու որոշիչ ուժ էս պայքարի մեջ, ազգային ժողովը բևեռա չի լինելու։ Պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի միջեւ։ Թե ոչ ոք երկու կողմից 50% ավել չի հավաքելու։ Ոչ ոք երկուսից չի հավաքելու։ Հետևաբար ամեն մի կողմ աշխատելու է իր հետ ինչ որ կոալիցիայի նման մի բան ստեղծել, հետո ընտրություններից հետո շատ հնարավոր է որ Սամվել Կարապետյանը, Քոչարյան, Ծառուկյան նրանց հետո ստեղծի, եւ որտեվ եթե նպատակը փոփոխություններ կատարելն է, սահմանադրական, այդ 2/3-ի խնդիրը առաջանում ունենալ։ Նիկոլ Փաշինյանը եւս 2/3 ասում, ինքը որ խոսում է 65%, հետեւաբար ինքը լավ իմանալով որ ԿՊ-ն չի հավաքի այդքան, ինքը իր հետ անցկացնելու է տարբեր կուսակցությունների, մեկին ստեղծել ազգային դաշտում, այսպես նոր կուսակցություններ, որոնք իրենից քվե չեն տանելու, բայց այդ ազգային ուժերից տանելու են, որոնք այսօր ասում են, որ մենք չենք համագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ, բայց համագործակցելու են, որտեղ նրանք Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված են։ Անուններ չտամ, թող մարդիկ իրենք դատողեն, թե ում են առաջ մղում։ Այսինքն արևմտամետներ ինչ որ կլինեն, բան այսպես ասած, կեղծ ազգայնականներ, կեղծ արևմտամետներ այդ ձև կանեն։ Բնականաբար Սամվել Կարապետյանն էլ պիտի փորձի այլ ձևերով բան լինի։ Դրա համար ինձ համար վատի եւ ավելի վատի միջև ընտրությունը, ցավոք սրտի, Հայաստանը լավ ընտրություն եւ սա արդեն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է, որ ինքը Հայաստանը կանգնեցել է ոչ միայն արտաքին քաղաքական առումով փակուղ արժեվա կանգնեցել, այլ նաեւ ներքաղաքական առումով, այսինքն ինքը 7 տարի ոչինչ չարեց կապիտալը, հաճախ անօրինական կապիտալը ընտրությունից, ընտրապայքարից դուրս հանելու համար, ընդհակառակը մենք տեսնում ենք, որ եթե համատենք այն 21-ի առավել 18-ի հետ, փողի դերը ավելի է մեծացել։ Եթե փողի դերը մեծացել է, ոնց կարող են արդար ընտրություններ լինեն։ Այսինքն կամ դու պիտի լինես օլիգարխիկ կուսակցություն, որ նշանակում է մասնակից պետք է ասես ինչ որ մի թալանին, կամ պետք է ինչ որ դրսի ինչ որ մեծահարուստ լինի, որ քեզ աջակցի, կամ դու պետքան փողերը վերցնես եւ նաեւ կամ պարտադրես ներսի բիզնեսմեններին, որ քեզ նվիրատվություն անեն, ինչպես մենք տեսնում ենք նամակներ ագնում, որ մենք ակնկալում ենք այսքան նվիրատվություն։ Հետևաբար այս ամբողջ կա մենք դեռ կորոշենք, ունենք ժամանակ, թե ինչ պիտի անենք։ Թե մասնակցելու եք թե ոչ, եթե մասնակցելու եք մենակ եք մասնակցելու թե ոչ, կամ Սամվել Կարապետյանի հետ եք միավորվելու թե ոչ, այդ բոլոր հարցերը դեռ Սամվել Կարապետյան թեման շատ շոշափում, բայց դրեք մի կողմ, այդ հարցը չի դա։ Չէ, դե եթե ասում եք հիմնական խաղացողները Փաշինյանն եւ Սամվել Կարապետյանն են, ուստի այդ հարցը ծագելու է։ Ընտրողների, ձեր հետևորդների մոտ է այդ հարցը ծագելու։ Նայեք, մենք ունեցել ենք կարգախոս, ոչ նախկին, ոչ ներկա, դա մնում է։ Հիմա սա կախված է ընտրողից։ Ոչ նախկին, այսինքն ոչ Քոչարյան, ոչ Գագիկ Ծառուկյան, ոչ ներկա Փաշինյան։ Սրանք բացառվում են։ Հիմա հարցն է ընտրողը Սամվել Կարապետյանին ընկալելու է որպես նոր խաղացող, թե նախկինի մաս։ Իմ համոզմամբ ինքը նախկինի մաս չի։ Ինչքան էլ ինքը լինի օլիգարխ, ինչքան էլ բան լինի, ասում են դե նախկինների հետ համագործակցել, ոնց համագործակցել, այսինքն այս երկրում քանի նման ներդրում է եղել եւ դու չես կարող։ Որ հիմա ամերիկացիք որ գալու են, այսինքն այդ BlackRock-ը գալու է ադրբեջանական կապիտալով, ինքն ինչ իշխանության հետ չի համագործակցելու, կամ Nvidia-ն որ գալիս է իշխանության հետ չի համագործակցելու, դու մի ներդրում ես անում, որը արդեն միլիոններ է, չեմ ասում տասնյակ միլիոններ, բնականաբար իշխանության հետ դի համագործակցես։ Հիմա եթե տվյալ պայն իշխանությունը նա է եղել կամ մյուսն է եղել, այդպես չի լինի։ Հակառակ դեպքում դու պիտի չընդունես Հայաստանի գոյությունը։ Դա նույնն է, որ այսօր դնես բոլորին մեղադրես Հայաստանում բնակվողներին, որ դուք օրինակ Հայաստանում բիզնեսներ եք արել եւ հարկեր եք տվել, որտեղ ձեր հարկերով նաեւ ամրապնդել եք այս եւ նախկին իշխանությունները, այդպես չի։ Մենք պետք է ընդունենք, այսինքն իրողությունները, որը կա։ Դրա համար ցավոք սրտի արևմտամետ ուժերը չկարողացան եւ այդ թվում նաեւ մենք
ստանալու տարբեր պատճառներ կա այստեղ կեղծիք, սուտ, չգիտեմ քաղաքական իրավիճակ գեներացնել մեծ համախմբվածություն եւ դառնալ վճռոժ ուժ առաջիկա ընտրություններում, բայց մենք կարող ենք արձանագրել մի շատ կարեւոր հաղթանակ։ Այն գաղափարները, որը դատապարտվում էր նաև մեր աշխատանքի շնորհիվ, նաև այս մեր տարբեր հարցազրույցների շնորհիվ, այսօր ժողովրդի համար ընդունելի են։ Եվ նրանք, ովքեր որ չէին ընդունում, այսօր մի բան օրինակ, մեկ գաղափար։ Օրինակ Միացյալ Նահանգների հետ սերտ քաղաքական, ռազմական, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Օրինակի համար հենց այս կարևորագույն գաղափարն է, որ օրինակ այն գաղափարը, որ Ռուսաստանը գնալու է, անկախ մեր կամքից գնալու է եւ մենք պիտի նախապատրաստվենք դրան, եթե չենք ուզում Թուրքի ձեռը ընկնել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չնախապատրաստեց, դրա համար ինքը գնում է Թուրքի ձեռը ընկնելու։ Ինքը գտնում է, որ ինքը չի կարող դիմադրել թուրքերին, ինքը բավարար կարողություն, հնարավորություն, ջանք չի գործադրել արևմուտքի հետ գործնական, ուզում եմ շեշտել, ոչ թե խոսքային, այլ գործնական հարաբերություններ ստեղծելու, օրինակի համար, շատ կոնկրետ խոսանք։ Մենք հանդես ենք գալի ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու քաղաքականության օգտին, եւ մենք դա հանգիստ կարող էր Հայաստանը Նիկոլ Փաշինյանի այս իշխանավարության 7 տարում կամ վերջանգամ 5 տարում 3 տարում դրանք կարող էինք հասնել։ Մենք կոնգրեսում բավարար աջակցություն ունենք այդ քվեները ստանալու, որը բերելու էր Հայաստանին շատ ավելի հեշտացված, շատ ավելի էժան զենքի տրամադրման եւ վաճառքի, որ նշանակում է մեր պաշտպանունակության աճ, որ նշանակում է արդեն ամեն հարցով չպետք է փորձենք սիրաշահել Ադրբեջանին։ Եվ նույն ձևի հիմա Nvidia-ն որ եկել է, որը կապ չունի թրիփի հետ, թեև այդպես են ներկայացնում, այդ տեսեք, Nvidia-ն դեռ անցյալ տարի հուլիսի 7-ին բանակցում էին այդ հարցի շուրջ։ Իշխանությունները ամեն ինչ հետաձգեցին, դիտավորյալ հետաձգեցին, մի բան էլ վնաս տվեցին, որպիսի ընտրություններից առաջ էս ամբողջը բացահայտեն, որ տեսեք ինչա տեղի ունենում, այսինքն որ նմաններ, էլ չեմ ասում դեռ բացահայտ կեղծիքներ կար, մասնավորապես, ասենք, ատոմակայանի շինարարության հետ կապված եւ այլն եւ այլն։ Այսինքն կարող ենք այսպես ասել Ռուսաստանից հրաժարվող թեև եւ Ռուսաստանին հետ բերել ցանկացողների թեև այս ով է հրաժարվողը, ով է հետ բերողը։ Դե եթե Փաշինյանը համարվում է այդպես է կառուցում, որ ինքը Ռուսաստանից հրաժարվում է եւ դուք էլ ասեք մինչ ընտրությունները բերեց այդ կետերը, այդ ամեն ինչը բերեց մինչ ընտրությունները, որպեսզի այդ պատկերացումը ստեղծվի նրա շուրջ, որ նա Ռուսաստանը դե ասում է կգնում է, մի տարբերակ է գնում ես, մենք շրջվում ենք դեպի Միացյալ Նահանգներ, մյուսը գնում է, մենք փորձում ենք հետ բերել Ռուսաստանը։ Չէ, այդպես չի։ Այդ էլ երկրորդ թևն է, էլի կարծես։ Կա Նիկոլ Փաշինյանի թևը, որը բացահայտ պրոթուրքական է, պրոթուրքական, այո, պրոթուրքական է, բայց խորքի մեջ նաև պրոռուսական է։ Ինչու՞, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ են գործում։ Ռուսաստանն է Թուրքիային բերում տարածաշրջան, որովհետև Ռուսաստանին բնավ ձեռնատու չի արևմուտքի գալը։ Իրենց եւ դրա մասին Պեսկովը մի բացահայտ հայտարարել են, որ ավելի լավ է մեզ համար Թուրքիան, ոնց ասած, գերիշխանություն հաստատի հարավային Կովկասիա, քան օրինակ Ֆրանսիան։ Տարբեր պատճառներ կա այդ ձևա։ Հիմա Եվ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում որևէ գործնական քայլ չի արել արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու։ Ինչա ռուսական այդ կազմակերպությունները, որի մաս են կազմում, փոխվել է, չի փոխվել։ Մեր հարաբերությունները արևմուտքի հետ ինստիտուցիոնալ առումով ինչ որ մի բան փոխվել է, չի փոխվել։ Անկամ թրիփը որ կա, թրիփը ինչ որ մի հայտարարություն է, ոչ իրավական փաստաթղթի տեսքով։ Անկամ այդ վիզաների ազատականացման հարցը, որ պետք է իբրտե ներկայացնում են հերթական կուտը ժողովրդին, ընդհակառակը ավելի վատ է։ Հարցրեք մարդկանց հիմա վիզա ստանալ այդ արևմուտքի երկրները, հեշտ թե ասենք 2 տարի առաջ, գնալով ամեն ինչ ավելի այդ առումով վատացավ։ Մեր կախվածությունը Ռուսաստանից, մեր էքսպորտի առումով 3 անգամ մեծացել է, 2.5 անգամ մեծացել է, 16-17% էր մեր արտահանումը Ռուսաստան, հիմա 35-36% է դառը։ Այդ ո՞նց ենք դա Ռուսաստանի դեմ։ Ընդհակառակը կա քողարկված պրո-ռուսական, ռուսաֆիլական Նիկոլ Փաշինյան եւ կա բացահայտ կամ
այսպես ասած իրավիճակից դրդված ռուսական ուժեր, բայց սա դեռ չի նշանակում, որ օրինակ իրավիճակի փոփոխման դեպքում, այսպես ասած պրոռուսական ուժերը լինելու են կամ են միայն պրոռուսական, որտեղ բոլորը շեշտում են Սամվել Կարապետյանի կապիտալի ռուսական ծագումը, բայց նրանք մոռանում են նշել, որ այդ կապիտալի 52%-ն է Ռուսաստանում, 48%-ը Ռուսաստանից դուրս է եւ հիմնականում արևմտյան երկրներում է, եւ նաեւ ինքը ինտենսիվ բանակցություններ ա վարում արևմտյան երկրների շատ այլ կառույցների հետ, մարդիկ այդքան միամիտ չեն, որ չնկատեն Ռուսաստանի թուլացումը, եւ մարդիկ անգամ սեփական կապիտալի պահպանման տեսանկյունից բնականաբար հասկանում են, որ այսօր առանց արևմուտքի աջակցությամբ դու չես կարող լինես ազդեցիկ եւ մեծ կապիտալի տեր, այդ հասկանալի է։ Դրա համար այսօր կրկնում եմ, այսօր պայքարը գնում է, եթե բացահայտի մասն ենք խոսում, պրոթուրքական եւ պրոռուսական ուժերի միջեւ չկա պրոարևմտյան ու իսկ խորքի մեջ եթե միաշճանը լիճնում ենք, ուրեմն բացահայտ պրոթուրքականը, որի խորքում նաև կա պրոռուսական բաղադրիչը եւ բացահայտ պրոռուսականը, որի խորքում կա նաև արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնելը։ Ոչ թե խորքում կա, դուք չեք բացառում։ Ոչ թե չեմ, ես գիտեմ։ Ես ունեմ այդ տեղեկությունները, ես ինչ որ խոսում եմ, ես շատ բաներ չեմ կարող որպես փաստեր ասել, բայց ես շատ փաստերի տիրապետում եմ։ Դրա համար ես ճշտեցի, դա ձեր կարծիքն է, եւ գիտեմ ինչա տեղի ունենում այս ամբողջի մեջ։ Այսինքն ով ում հետ է բանակցում, ինչ է բանակցում, որ ուժերն են սրա մեջ ներքաշված, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք Ռուսաստանի, այսինքն գնալու մասին, շատերին թվում է, ես ասել վաղուց էլ, մենք չի որ դուրս ենք մղում, դա իրավիճակն է, պատմական իրավիճակն է, թուլացող տնտեսությունը, թուլացող ռազմական հզորությունը չի կարող պահպանել կայսրության իր ազդեցություն, դրա համար մեծ ազդեցություն է պետք։ ՍՍՀՄ 16%-ն էր համաշխարհային համախառն արտադրանքի, Ռուսաստանը 1.5%-ն է։ Ոնց կարա նույն ազդեցություն ունենա եւ նույն բան, էլ չեմ ասում դաշնակիցներ չունի։ Այսօր Ռուսաստանի կներեք ամբողջ արևմտյան սահմանը Նորվեգիայից, Ֆինլանդիայից սկսած մինչև Սևծով եւ Վրաստան փակ է, որտեղ այնտեղ Բելարուսն է մի քիչ բաց, այնտեղ էլ փակը արդեն մյուս մասով, այսինքն Լեհաստանով եւ այլն, անգամ դա չունի։ Դրա համար էլ ցավոք սրտի կարեւորվեց Ադրբեջանի դերը։ Ի վերջո Ադրբեջանի վրայով է չէ Ռուսաստանը ծախում իր գազն ու նավթը եւ Ադրբեջանի վրայով է ինքը ուզում կապվի Իրանի հետ։ Այ եթե Իրանում իշխանապողություն չլինի, կհասնի Ռուսաստանը այդ հաջողության, այսինքն Ադրբեջանի միջոցով կկապվի Իրանի հետ, Իրանով դեպի Չարբարդ, եւ արդեն ռուսները դրանից ձեռ են քաշեն այդ ամբողջից եւ Հայաստանը ընդհանրապես ոչ մեկի պետք չի լինի։ Ոչ մեկի պետք չի լինի, որ ասում են Հայաստանը իշխանապողություն եղավ, կընդհակառակը։ Միակ շանսը Հայաստանի, որ Հայաստանը համաշխարհային առումով կկարևորվի, դա Հայաստանը Իրանի հետ միասին դառնա արևմուտքի տնտեսական, ռազմաքաղաքական ճամբարի մաս։ Պուտին-Ալիև հետաքրքիր զրույց տեղի ունեցավ, եթե նկատեցիք այս օրերին 3-4 օրներ, եւ նրանք շատ հանգիստ նորից քննարկեցին իրենց դաշնակցային հարաբերությունները։ Դուք կարծում եք, որ Ռուսաստանը, դուք ասում եք, պատմականորեն թուլացել է եւ դուրս է գալիս տարածաշրջանից, նա համարում է, որ ժամանակավոր դա բնույթ է կրում, եւ արդյոք համարում եք դուք, որ ձեր նախորդ խոսքում ասացիք, արդյոք դա էր նշանակում, որ Ռուսաստանը ներողություն պարզ ձևակերպման համար Թուրքիային որպես փոխանորդ է բերում այստեղ ժամանակավոր, հետո համարելով, որ Թուրքիան նորից կվերադարձնի Ռուսաստանին իր նախկին ազդեցությունը տարածաշրջանում։ Եվ այստեղ երկրորդ հարցը. ով է Թուրքիան, ինչ է Թուրքիան։ Թուրքիան Ռուսաստանի փոխանորդն է, Ռուսաստանի հետ համագործակցողն է, թե Թուրքիան Միացյալ Նահանգների այնուամենայնիվ ներկայացուցիչն է այս տարածաշրջանում։ Սկսեմ վերջից, Թուրքիան Ռուսաստանի ամենամեծ թշնամիներից մեկն է, բայց Ռուսաստանի ընկալումը հետևյալն է, որ դա ապագայում պիտի տեղի ունենա, այսինքն ռուս-թուրքական բախումը, չգիտեմ նույն Ռուսաստանի Դաշնության, թուրքալեզուների, այլոց շուրջ եւ ազդեցության գոտիների դեռ ապագայի հարց է։ Այսօր
պետքա չեզոքությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի ինքը կոնկրետ Ուկրաինայի դեմ է կռվում, համարում է, որ արևմուտքի դեմ, պատահական չէր, որ Ուկրաինայի դեմ պատերազմից 2 օր առաջ թուղթ ստորագրեցին, հայտարարություն Ադրբեջանի հետ եւ այլն եւ այլն։ Եվ վճարեցին Ղարաբաղով Թուրքիայի ու Ադրբեջանի չեզոքության համար։ Շատերը չեն ուզում հասկանան, Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին Ռուսաստանի կողմից որպես վճար նրանցից չեզոքություն գնելու։ Ղարաբաղը դարձավ գնման միջոց, ինչի մասին 100 անգամ զգուշացրել ենք։ Դառավ մանրադրամ։ Հիմա Ռուսաստանը հասկանում է, որ եթե արևմուտքը մտավ հարավային Կովկաս, այդ Nvidia-ն եկավ, մյուսը շատ, ոչ ոք չուզելու մտնի նորից ռուսական ազդեցության տակ, եթե անգամ Ռուսաստանը վաղը հզորանա։ Չէ, որտեվ մենք տեսել ենք, հյուսային Կիպրում Կորեայում ավելի վատ են ապրում, քան հարավային Կորեայում եւ այլն։ Այսինքն այն երկրները, որոնք Ամերիկայի հետ ունեն լավ հարաբերություններ, մարդիկ լավ են ապրում։ Հիմա բնականաբար իսկ Թուրքիայի պարագային ինքը մտածում է հետեւյալը, նախ Թուրքիան վաղը խնդիրներ է ունենալու, նույն Իսրայելի հետ է խնդիրներ ունենալու, այսինքն Թուրքիայի ապագան դեռ անորոշ է, գուցե հույս ունի, որ ինքը կուժեղանա եւ կկարողանա վերահաստատվել հարավային Կովկասում։ Ես մի քիչ դրան չեմ հավատում, որտեղ ես կարծում եմ, ինչպես այլ կայսրությունները եւս ինքը անկումի մեջ է, անկում ապրեց եւ եթե այս եղածնել չի կարողանալու ինքը պայուրնած ազդեցությունը բանանի։ Եվ դե մենք կանխատեսել էինք վաղուց եւ խնդիրը էս էր, որ քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստան, Թուրքիա, Իրանն է եւ որևէ մեկի հետ այդ հարաբերությունները, եթե Իրանն էլ բան է, էլի հակաարևմտյանը, մենք չենք կարող տնտեսական զարգացում ունել, մոռանում ենք, որ շատ կարևոր են տեխնոլոգիական զարգացումները։ Այսօր աշխարհի հարուստ երկրները, զարգացած երկրները, այդ տեխնոլոգիապես զարգացած երկրներն են, եւ եթե որ նայում եք աշխարհի ամենամեծ ընկերությունները, դա այնպես չի, ինչպես 100 տարի առաջ էր նավթի ընկերություններն էին, այսինքն որ չէ, հիմա տեխնոլոգիական երկրները բաներն են, չէ, ընկերություններն են, որ նայում են, Nvidia-ն է, չգիտեմ, Google-ն է, մյուսն է, դրանք են։ Միայն այդ առաջի 15-ի մեջ մենակ Aramco-ն, այսինքն բանի Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունն է, որ այդ 15-ի մեջ տեղ ունի, միակ նավթային, այսինքն հումքային, ոչ մի հումքային ընկերություն, այսօր անգամ Ռուսաստանի Գազպրոմը իր ամբողջ կապիտալիզացիայով մի հատ միջին կարգի բան է, տեխնոլոգիական ընկերություն է, արժի ոչ ավել, եւ դրանով դա անկում ապրում։ Դրա համար, քանի որ մենք չենք կարող, այդ Նիկոլ Փաշինյանը մեր տարբերությունը հետեւյալն է, Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ինքը քիչ է կարտացել, ինքը քիչ է խորացել Թուրքիայի, Ադրբեջանի հոգեբանության մեջ, այդ այնտեղ իշխող այդ բաներին, ինքը հույս ունի, որ զիջումներով նրանց հետ կարելի է հարաբերություններ զարգացնել, կմտածում էր հետեւյալը, որ Արցախն է մեղավորությունը Արցախինն է, որ մենք այ Արցախը իրենց հողը գրավել են, կտանք իրանց, կապրենք չաղու երջանիկ։ Պարզվեց չէ, տվեցինք իրանք ուրիշ են։ Եվ հիմա ինքը այդպես տալով շարունակում այն հույսով, որ աղվեսը չգնա, կացինը չբերի, ծառը չկտրի։ Այդ քաղաքականությունը, բայց մենք տեսնում ենք դա անվերջանալի է լինելու։ Գիտեք, բոլորս են խաղաղություն ուզում։ Ինձ համար այս ստալինյան սահմանները ընդունելի չեն, բայց հասկանալի կլինեին, ասենք, եթե այս ամբողջը տրամաբանություն ունենալ, այսինքն ասում են, եկեք այս եղածով գոհանանք, բայց խնդիրն է, սա էլ մեզ չեն թողում, չէ՞, պարզ ասում են, մենք նայում ենք իրենց կրթական համակարգին, մենք նայում ենք իրենց Ալիևի ելույթներին, պետական լրատվականների այս գործունեության արևմտյան դրա համար երբ որ մենք ասում ենք պետքա պատրաստվել ապագա բախմանը, իսկ այդ ապագա բախման մեջ միակ ուժը, որ կարողանա տարածաշրջանը վերահսկել եւ կրկնակի զսպման քաղաքականություն իրականացնել եւ Ռուսաստանից եւ Թուրքիայից, դա Միացյալ Նահանգներն է, որը ունենա այդքան, այսինքն կարողություն։ Հա Ֆրանսիան էլ մեզ լավ երկիր է, չգիտեմ, բայց Ֆրանսիան չունի այդ ռազմական, տնտեսական կարողությունը, հզորությունը, որ միաժամանակ կասեցնի Թուրքիային եւ Ռուսաստանին։ Երկու ճանապարհ իզորու չէ, երկրորդը իզորու չէ եւ կուզի թե չէ, չգիտեմ։ Այ երկրորդն էլ դա է, կուզի թե չէ։ Հիմա Միացյալ Նահանգների պարագայում իզորու է։ Հաստատ իզորը, այ կուզի թե չէ, այդ ուրիշ հարց է, դրա համար ասում ենք եկեք աշխատանք տանենք։ Կուզիի հետ կապված ուզում եմ հասկանալ ինչ է Թուրքիան Միացյալ Նահանգների համար։ Թուրքիան այսօր բեռ է Միացյալ Նահանգների համար, որտեղ Թուրքիան այն Թուրքիան չի, այսինքն չափից ավելի հզորացել է եւ սեթեվեթում է,
չգիտեմ, ինքնուրույն քաղաքականություն է ուզում անի, հիշեք ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության մեջ, որ Ֆինլանդիայի եւ այլ ինչ որ բաներ կորզեց, Թուրքիայում բոլոր հարցումները ցույց են տալիս, որ թիվ 1 երկիրը, որին ատում է թուրք ժողովուրդը, դա Միացյալ Նահանգներն է։ Երկրորդ տեղում ենք, մենք առաջտեղ Միացյալ Նահանգները ինչի են ատում չգիտենք, բայց ատում են։ Այդ երկից սարքելա Միացյալ Նահանգները եւ շնորհի Միացյալ Նահանգները ինչ որ բան, բայց այդպես է։ Եվ իրենց հակումը դառնալու իսլամական աշխարհի առաջնորդ, իսկ հիմա եթե Իրանը դառնում է աշխարհիկ, Թուրքիայի հավակնությունը դառնալու վերականգնելու խալիֆաթը, եթե անգամ ոչ դե յուրե չի վերականգնում, ապա դե ֆակտո եւ պատական չի, որ Էրդողանին բարբերաբար ասում են ինքը սուլթան, այն չեն սուլթանի հետ համատեղ, որտեղ ինքը սուլթան խալիֆ էր, չմոռանանք, որ Թուրքիայի ղեկավարները, միապետները միաժամանակ եղել են նաեւ Սունի աշխարհի հոգեվոր առաջնորդները, հիմա դրան է ձգտում եւ հայտարարությունները, որ Երուսաղեմը պատկան եղել է Օսմանյան կառավարության մաս 1517 թվականից ի վեր մերն է եղել եւ այս հակաիսրայելական հայտարարությունները եւ հիմա անգամ այս պատերազմի ժամանակ Իրանի դեմ այդ բոլոր բաները բերում են նրան, որ այո, Իսրայելի եւ Թուրքիայի ապագա բախումը, եթե Թուրքիան կմնա այս ոնց որ ասած դիրքորոշման վրա չի նահանջի, դառնում է անխուսափելի եւ կրկնում եմ, սրա մասին խոսում են ոչ թե ինչ որ ոչ միայն փորձագետները, որը բոլորն են խոսում, այլ նայեք հենց նախկին վարչապետը Երկրորդ օրը պատերազմի երկրորդ օրը հայտարարեց, որ հաջորդ Իրանը լինելու է Թուրքիան։ Ոստի Միացյալ Նահանգները զսպելու են Թուրքիային։ Միացյալ Նահանգները ոչ միայն զսպելու են Թուրքիային, ես ասում եմ, երբ որ Միացյալ Նահանգների կարևորագույն, ասենք Washington Post եւ այլ թերթերում գրվում է, որ Թուրքիան մինչեւ 2036 թվականը տրոհվելու է եւ պիտի Միացյալ Նահանգները իրականացնեն Թուրքիայի տրոհման քաղաքականությունը, հիմնական իհարկե խաղակարդ օգտագործելով քրդական գործոնը Եվ այստեղ մենք պիտի պատրաստենք, որովհետև եթե գետնի վրա քրդերն են հիմնական դերը խաղալու, իրավական դաշտով, այլ գալու հայկական հարցը, ուլցանի իրավարվաճիռը եւ այլն եւ այլն։ Այս բանը, որ մենք պատրաստվում ենք, որ հենց այստեղը չենք, ուղղակի մենք շատ ավելի վաղուց ենք կանխատեսել, շատ ավելի վաղուց ենք տեսել, պատրաստվել ենք, ժողովրդի մեծ մասը չի հասկանում, չի տեսնում, չի ընկալում, ասում է այսպես, որովհետև նայում է բանը, ասում է ոնց կարա աշխարհը գնդաձև լինի, ես ինչ հիմար բաներ ես ասում, որովհետև գնդաձև լինի, ջուրը վերից կթափվեր, բայց քանի որ ջուրը չի թափվում, մենք տեսնում ենք, ուրեմն աշխարհը հարթ է։ Ինքը տեսնում ենք, որ աչքով է տենում։ Էդ է, բայց իրականությունները եւ ինչ որ աչքով է տարբեր է։ Երբ որ ես ասում եի դեռ 10-ամյակ, 1.5 տասնամյակ առաջ, որ հաջորդ բախումը լինելու է Թուրքիայի դեմ եւ միջին արևելքում վերադասավորումներ անպայման լինելու են, չի կարող պատահի Բալկաններում առաջին համաշխարհային սառեցված վիճակը ապա սառեցվի եւ ինչ որ լուծում գտնեն, իսկ միջին արևելքում այդ սառեցված վիճակը մնա հավերժ չէ։ Այս ամբողջը հատկապես կրկնում եմ Թուրքիան ինքն այստեղ հանդես գալի եւ այստեղ ուրիշ մի շատ կարեւոր հանգամանք կա այն բոլոր կեղծ այսպես ասած վերլուծությունները որ իբր Թուրքիան Միացյալ Նահանգների ինչ ասեմ պրոքսին Միացյալ Նահանգների հիմնական դերակատար այդ ամբողջը սուտ են Իսրայելն է Եվ Իսրայելին է վերապահված լինելու թիվ 1 արդեն վերապահված է թիվ 1 խաղացողը միջին արևելքում Իսկ այստեղ Դե եմ ասում, եւ այստեղ մենք համարվում ենք միջին արևելքի մաս։ Միջին արևելքը Իսրայելը։ Հիմա մենք ունենք մի այսպես Ռուսաստանից ներմուծած հակահրեական, հակաիսրայելական ալիք եւ շատ հետաքրքիր այն որ մենք գլել։ Բա իրանք ամբողջ աշխարհն են իշխնում, վատն են, ասում են, բա որ իրանք աշխարհն են իշխում, ինչ ես ուզում այդ հարաբերությունները վատացնես։ Քեզ պետք է։ Բայց այստեղ մեզ անհանգստացնում է Ալիևի հավակնությունները։ Մենք խոսում էինք Թուրքիայի մասին, որը Ալիևի հետ պարզ է ինչ կապեր ուներ։ Հիմա դուք ասում եք Իսրայելը, մենք գիտենք նաեւ Իսրայելի հետ Ալիևի Դրա համար էլ մեզ պետք է որ Իրանում լինի իշխանափոխություն, որպեսզի Ադրբեջանի կարևորությունը Իսրայելի համար թուլանա, Հայաստանի կարևորությունը ուժեղանա, որտեղ որ Իրանում լինի իշխանափոխություն եւ թիվ 1 թշնամին Իսրայելի դառնա Թուրքիան, այդ դեպքում Հայաստանում պետք է ազգային ինչ որտեղ նացիոնալիստական իշխանության, որին Իսրայելի, Միացյալ Նահանգները եւ այլոց աջակցությամբ կբերեն իշխանության, Հայաստանում ոչ թե այսպես պրոթուրք, այսօր պետք է պրոթուրքական ուժը Նիկոլին են պահում։ Վաղը երբ որ պետք կլինի հենց ելնելով, կրկնում եմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահից, Հայաստանը լինի հզոր ազգային պետություն, տնտեսապես, ռազմականապես հզոր պետություն, դրա համար պայմաններ են ստեղծելու, բայց դա կրկնում եմ, տեղի կունենա Իրանում իշխանափոխությունից հետո, դրա համար Իրանում իշխանափոխությունը մեզ համար ճակատագրական
նշանակություն ունի։ Միգուցե եթե կուզեք ավելի շատ մեզ համար կարևոր, քան Իրանը։ Իրանի ժողովրդին է դա կարևոր, բայց Իրանը կանգնած չի էգզիստենցիալ գոյութենական վտանգի առաջ կանգնած չի, այնտեղ իշխանության խնդիրն է, իշխանությունն է վտանգված, իրանք չեն ուզում զիջեն իշխանությունը։ Հայաստանը գոյութենական է, որտեղ Հայաստանը չի կարող այսպես գոյատևել, որտեղ այսօր մի ճանապարհ էլ տվեցին, վաղը չունի այլևս բան տալու, հասկանում եք, որ վաղ Ալիևի պնդումը 150 միլիարդի հարցը նորից բարձրացնի։ Դուք ո՞նց եք 150 միլիարդ դոլար ռազմատուգանք վճարելու։ Շնորհակալ եմ պարոն Պապյան այսօրվա զրույցի համար։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, կարծում եմ որոշ հարցերի համենայն դեպս մեկնաբանություններ մենք ստացանք, որոշ հարցեր պարզ դարձան մեզ համար, համենայն դեպս պարոն Պապյանի տեսակետը պարզեցինք։ Ազգային ժողովրդարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ էինք զրուցում, Modus Vivendi կենտրոնի ղեկավար։ Modus Vivendi-ն գործում է, պարոն Պապյան։ Իհարկե գործում է, մենք այս տարի, անցյալ տարի 2 կարևոր գիրք ենք հրապարակել, որոնցից մեկը այս տարի Գերմանիայում գերմաներեն թարգմանվի, հիմա աշխատում ենք 2 կարևոր ծրագրի վրա, որոնք ունենանք, այնպես որ անկախ քաղաքական իրավիճակից այդ գիտական գործունեությունը պետք է շարունակել։ Դա կարևոր է, դա դուք ոչ միայն այսօրվա համար եք անում, դուք վաղվա համար եք անում, գալիք 2036 թվի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրույցը վարում էի ես Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։